այսօր էլ եկանք մեր Տեր Աստվածը պաշտելու, ուրախանալու եւ փառք տալու իրեն։ Ուրեմն նախքան նյութը ինչ որ պետք է խոսամ այսօր, սա իմ նյութից դուրս մի բան եմ ուզում ձեզ ցույց տամ եւ մի քանի բան եմ ուզում խոսեմ ձեզ համար։ Ես վստահ եմ, որ ձեզ շատ հետաքրքիր կլինի եւ դուք կուրախանաք։ Ուրեմն ծննդոց գիրքը սկսում է սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։ Անգլերենով գրված է in the beginning, բայց հայերենով ու եբրայերենով in the beginning չէ։ Սկիզբեն է գրված։ Անգլերենով in the beginning, բայց եբրայերենով ու հայերենով մեկ բառ է։ Բերեշիթ է գրված եբրայերենով, բերեշիթ։ Ուզում եմ գրելով անեմ, որ ավելի հասկանալի լինի մեզ համար։ Ուրեմն ես եբրայերենի մասնագետ չեմ, բայց աշխատեմ, որ գրեմ, ցույց տամ, թե ինչպես է դա գրվում։ Okay։ Այս ինչ որ գրում եմ նշանակում է սկիզբեն եբրայերենով, որը գրված է Բերեշիթ։ Ուրեմն եբրայերեն այ բենարանը ինքը ամեն տառը իմաստ ունի եւ նաեւ թվային համակարգ ունի։ Ինչպես ասենք մեր հայերենն էլ այդպես։ Օրինակ հայերեն այ բենարանը շատ հետաքրքիր է, խորհրդավոր է։ A Աստված, B բան Աստծո, G գառն Աստծո, դուրն Աստծո, եղիցիզը զորություն Աստծո եւ A վերջի տառը K-ն էր եւ ով-ն հետո ավելացավ։ Աստված Քրիստոս։ Ինչպես հունարենի մեջ ալֆա, օմեգա։ Եվ նաև մի քանի ձևով էլ մեկնաբանվում է արարիչ, բովանդակ, գոհության, դատավոր եւ այլ այսպես գնում է այ բենարանը, իմաստներ ունի եւ խորհրդավոր է, նույնը եբրայերենն է այդպես եւ ավելի խորը ձևի, Ուրեմն իրանք այսպես են կարդում, այս կողմից ասա, այստեղ մի բան էլ է ավելանում, ուրեմն 1-ն է, 2, 3, 4, 5, 6։ Հիմա այս տառը որ կա, բեթ, այս տառը բեթ տառն է, նշանակում է tent։ Այսինքն ծածկոց։ Հաջորդ տառը ռեշն է, ռեշ տառն է, որը նշանակում է head կամ chief, կամ գլխավոր կամ գլուխ, գրենք գլխավոր։ Այս տառը ալեփ տառն է, որը նշանակում է Ադոնայ, Աստված կամ Եհովա։ Ալեփ Աստված գրեմ, այսպես ավելի հեշտ կլինի։ Շին տառն է սա, Սա շին տառն է, որը նշանակում է փչացնել, to destroy, փչացնել, հայերեն գրեմ փչացնել։ Եվ յոհ տառը, այս տառը, յոհ
նշանակում է ձեռք։ Եվ թավ տարը, թավ, այս տարը թավ տարն է, նշանակում է ուխտ կամ խաչ, կարող է բարի մեջ որպես ուխտ նշանակե, ոչ թե կենթանի ուխտ, առաջի ուխտ, երկրորդ ուխտ կամ խաչ, covenant, թավ տարն է, ուրեմն ուխտ կամ խաչ, շատ լավ, այս տարերը նաև իրար հետ համադրելով, այսինքն ես երկուս իրար հետ ունեն տարբեր իմաստներ, օրինակ փուշ է նշանակում, կամ այս երկուս իրար հետ նշանակում է գլուխ, կամ այս երկուս իրար հետ նշանակում է ծառ, կամ նվեր, այս տարերը, որոնք որ իրար հետ հիմա, եթե նորից գրեմ ես, այսինքն ռոշ, օրինակ նշանակում է գլուխ եբրայերենով, շահիդ նշանակում է փուշեր, բերոշ նշանակում է ծառ, կամ շի նշանակում է գիֆտ, նվեր։ Ուրեմն այս ամեն տարերը իրենց իմաստ ունեն։ So, մի խոսքով, երբ որ այս ամեն ինչը մենք բերում ենք, կպցնում ենք իրար, այս բառերը, այս տարերը, այս սկիզբեն գրվածը, դառնում է այս նախադասությունը։ Աստծո որդին փչացրեց իր ձեռքերով խաչի վրա փուշե պսակը գլխին ծառից կախված լինելով որպես նվեր նորուխտի։ Պատկերացնում եք, ուրեմն սկիզբեն Բերաշիթ բառը, եթե կոտրում ենք սրա կոդը, այսպես ասած, բացատրությունը, եւ այդ բացատրությունը բերում ենք, կպցնում ենք իրար, ստանում ենք այս նախադասությունը, Աստծո որդին փչացրեց, ինչը փչացրեց։ Ինչը փչացրեց, շատ բան փչացրեց, սատանային փչացրեց, գերեզմանը, մեղքը, խաղաղություն բերեց, ուրեմն հենց սկզբից բառը Բերեշիթ բառի մեջ փրկության ծրագիրը կար։ Եվ Հովանու առաքյալն ասում է, սկզբեն էր բանը, եւ բանը Աստծո քով էր, եւ բանը Աստված էր, անիկա սկզբեն Աստծո քով էր, ինչ որ եղավ, անով եղավ, առանց անոր բան մը չեղավ, ինչ որ եղավ։ Հիմա այս մի բարի մեջ ենք մենք այսքան բան գտնում։ Դուք պատկերացնում եք ավետարանի մեջ ինչքան գեղեցիկ թաքնված գաղտնիքներ ու Աստծո ծրագիրը կա։ Ուրեմն Աստծո որդին փչացրեց իր ձեռքովը խաչի վրա փուշե պսակը գլխին ծառից կախված լինելով որպես նվեր նորուխտի։ Այս իմաստ է տալիս սկիզբեն այս գրված այս բառը, սկիզբեն Բերեշիթ։ Այս բառը, այս բոլոր տարերի համադրությունը, իմաստը, բացատրությունը բերում է այդ նախադասությանն է հանգեցնում։ Եվ ես այսօր բնագրով նայեցի նորից ինչ է նշանակում այս Բերեշիթը, եբրայերեն բնագրով նշանակում է առաջի պտուղ։ 72-25 համարն է այս բառը։ 72-25 ըստ եբրայերեն բնագրի։ Շատ փոքր տառով տակը գրված է առաջին պտուղ, ով էր առաջին պտուղը։ Հիսուս Քրիստոս, ննջեցյալների առաջի պտուղը, first fruit է գրած։ Այս բառը նշանակում է first fruit նաև։ Ինչ օրհնյալ է Աստված, ինչ օրհնյալ է Աստված։ Փառք իր մեծ անվանը։ Եվ Դանիելի մեջ գրված է, վերջին օրերը գրքերը պետք է բացվեն։ Եվ գիտությունը պետք է շատանա, եւ պետք է կարդան ու հասկանան, դեռ միջի հիմա բան չենք հասկանում։ Դեռ էլ ուզում ենք հասկանանք, թե այս ինչ գեղեցիկ է Աստծո ծրագիրը, այս ինչ կոդավորված է այս գիրքը, եւ այս տգետ աշխարհը, անաստված աշխարհը, անավատ աշխարհը, սատանական մարդիկ ասում են մարդ չի գրել։ Այո, մարդը գրել է, բայց թելադրողն եղել է Աստծո հոգին։ Աստված է սրա հեղինակը։ Աստված է սրա հեղինակը։
Այս բաները ինչ եմ ասում, ասենք ինչ կարևոր մի բան է, այս շատ կարևոր է, սա մեր հավատքի վրա հավատք ավելացնել է, ավելի վստահել է Աստծո, ավելի սիրել է Աստծո խոսքը, ավելի պրպտալ է պետք, ավելի խորանալ է պետք, այնտեղ թաքնված գանձ եւ հիմա նոր եմ հասկանում ավելի, թե Պողոս Արաքյալը ինչ ասում, Քրիստոսի մեջ է իմաստության եւ գիտության բոլոր գանձերը։ Սրանք բոլորը գանձեր են, որոնք Քրիստոսի մեջ է, եւ Աստծո հոգին եկավ, որպեսզի ոչ միայն մեզ փրկի, ապա Քրիստոսի մեջ եղած աստվածային իմաստությունը, գիտությունը տա մեզի, որպեսզի այս աշխարհի մեջ եղող սատանայական իմաստության եւ դիվական իմաստության զորության դեմ Աստծո խոսքով կարողանանք պայքարել, ապրել ու վկայել։ Սա մեր հավատքն է, այս է իմ հավատքս։ Այս է իմ հավատքս։ Ես հավատում եմ սրան, այս խոսքերին, եւ այս խոսքերը կյանք են, եւ կյանք են ու անմահություն է մեզ համար, ուրեմն ինչ սկանչել է, սկիզբից Աստված դրեց փրկության ծրագիրը մեր, բայց մենք լուր էլ չունեինք, թե Աստված ինչ գեղեցիկ է ամեն ինչը պատրաստել։ Սամարացի կինը ասեց, վարդապետ դուսկի դույլ է վեդրո էլ չուներ ջուր ես ուզում, ասեց եթե իմանայի քեզանից ով է ջուր խնդրողը, դու իրանից կուզեիր։ Սամարացիները գիտեք, մի քիչ տարբեր էին, ասեց լավ, քեզի մի բան ասեմ, 5 հատ մարդ ես ունեցել, որ բաժանվել ես, են էլ որ ունես 6-րդը, էդ է քոնը չի, հին ուխտը, 5-ը գրքերն է թորան, 6-րդն էլ Հիսուս ասեց, այն է որ ունեք, այնն է որ հիմա պաշտում եք դուք, չեք հասկանում թե ով է, էդ էլ ձերը չի։ Ուրեմն մենք մեկ մարմին դառանք Քրիստոսի հետ եւ գիտենք թե ում ենք պաշտում։ Այս օրը ում ասես պաշտում են հնարված կրոն, ստեղծված կրոններով եւ ճշմարիտ Աստվածը Քրիստոսը չեն ճանաչում, չգիտեն, չեն ճանաչում։ Եվ այսօր մեր գործն է, մեր հավատացյալներից գործն է, որպեսզի մարդկանց ցույց տանք, ներկայացնենք այս քանչելի այդ գեղեցիկ, այդ օրհնյալ Քրիստոսին իր խոսքի միջոցով, իր խոսքի միջոցով։ Ուրեմն այսօր ժամանակը քիչ է, շատ անցա մեր ժամանակից, բայց կշարունակեմ, խնդիր չի, երկու տեղից պետք է կարդամ ձեզ, մեկը պետք է կարդամ Գործ Կարաքելոց 9:15-16 համարը, որը գրված է Պողոս Արաքյալի մասին, եւ այսպես է գրված, եւ Տերը Անանիային է ասում, Տերը սավ անոր, գնան, դուն, Վասնզյանիկա ինձի ընտիր աման մնե իմ անունս կրելու հեթանոսների և թագավորների և Իսրայելի որդիների առջև։ Քանզի ես անոր պիտի ցուցնեմ, թե պետք է իմ անվանս համար նեղություն կրե։ Եվ Եբրայեցիս 2-րդ գլուխն է, եւ գրված է Եբրայեցիս 2-րդ գլուխ 16-18 համարների մեջ, քանզի բնավ հրեշտակներուն չօգներ, հապա Աբրահամի սերունդին կօգնե հավատքի կողմից։ Անոր համար պետք է որ բոլորովին եղբայրների նման էր, որպես ինքը ողորմած ըլա ու հավատարիմ քահանապետ Աստծո կողմանը ժողովրդի մեղքերը քավելու համար։ Քանզի ինչ բանով որ ինքը չարչարվեցավ փորձություն կրելով, փորձվողներուն ալ օգնական կլնա։ Կարող է փորձվողներին օգնական լինել։ Ուրեմն երկու բան կա եւ շատ հավատացյալներ չեն կարող տարբերել փորձություն եւ նեղություն։ Սրանք երբեմն մենք մի գծի վրա ենք նայում, այսինքն փորձություն, նեղություն նույն բանն է, բայց նույն բանը չի։ Նույն բանը չի, ըստ ավետարանի փորձությունը տարբեր նպատակ է, նեղությունը տարբեր է։ Ի վերջո երբ որ նայում ես, ասենք անալիզ ենք անում, դե փորձանքի մեջ եմ ենք կամ նեղության մեջ եմ ենք, նույն բանն է, բայց իրականության մեջ նույնը չի, կարող են նույնացնել, բայց տարբեր նպատակներ են։ Փորձությունը երբեմն օրինակ Աստված թողնում է փորձության եւ շատ համարներ կան եւ շատ
անձեր կան, որոնք փորձության մեջով են անցել։ Աստված նպատակ ունի փորձության օրինակի համար, ասենք թե ինչ որ մի տեղ ես, մի կամպանիում ես աշխատում եւ հանկարծ 5 կամ 10 տարի հետո քեզ առաջ են քաշում ինչ որ մեծ պաշտոնի հիմնվելով քո փորձության վրա, որ դու 10 տարվա փորձառություն ունես։ Միանգամից անփորձ մարդուն չեն վստահում այդ պաշտոնը։ Նա ինչ որ ճանապարհ պետք է անցնի։ Չէ, օրինակ մարդիկ բժիշկ են դառնում, սովորում են, գնում են, ասում են պրակտիկա, չէ, ինչ որ միտեղ գնում են փորձառություն են ձեռք բերում, հետո նոր վստահում է դրան հիվանդին բուժել կամ չբուժել։ Աստված էլ փորձառության մեջ օրինակի համար Հովսեփը, եւ որ իր եղբայրները ծախեցին իրան Եգիպտոս գերության գնաց, Աստված միանգամից չասեց, չարի Հովսեփ քեզ տանում եմ, միանգամից փարավոնի աջ կողմը պետք է նստես։ Այդպես չեղավ, Հովսեփը փորձության մեջ մտավ, փորձության մեջ անցավ, ինքը իր հավատքը արդարացրեց, վստահեց, ինքը փորձառու դարձավ Եգիպտոսի մեջ, այդ բանտերով, այդ իր ստրկության ժամանակը խելացի էր եւ այլն, եւ Աստծո շնորհքը իր հետ էր, Աստված իր հետ էր եւ Աստված այնպեսի պայմաններ դրեց, որպեսզի Հովսեփը տարիների ընթացքում եկավ հասավ մի կետի, որտեղ որ փարավոնը կարիք ունեցավ այդ անձնավորության իր երազները մեկնաբանելու եւ Եգիպտոսի մեջ չգտնվեցին ոչ իր քրմերը, ոչ իր իմաստունները չկարողացան բացատրել եւ Աստված պայմաններ այնպես արեց, որ Հովսեփին կանչեցին եւ եկավ Հովսեփը բացատրեց եւ փարավոնը իր մատի մատանին հանեց, դրեց Հովսեփի մատին եւ Հովսեփը եղավ փարավոնի նման մեկը, այսինքն Հովսեփի ասածը փարավոնի ասածը նույնն էր։ Շատ ինքը խորհրդավոր պատկեր է, Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն էլ ունի, բայց ինքը փորձությունների մեջով անցավ, որ հասավ այդտեղ։ Օրինակ Աստված Սամվելին ասեց, քանի որ Սավուխ աննազանդ եղավ, ինձ համար թագավոր պետք է բերես, օծես Հեսեի տնից։ Գնա Հեսեի տունը եւ Հեսեի որդիներից 7 հատ որդի ունի, մեկին պետք է ինձ թագավոր օծես, պատմությունը գիտեք Սամվելը գնաց եւ Դավիթին օծեց, բայց Դավիթը միանգամից թագավոր չեղավ, թեկուզ 40 տարի Իսրայելի վրա թագավոր եղավ, բայց Դավիթին պետք էր Գողիաթին հաղթեր։ Ինքը փորձառություն պետք է ունենար, ինքը պատերազմի մեջ պետք է Գողիաթ կար իր արջևը, Սավուխ կար իրեն արջևը, ինքը դրանց հաղթելով պետք է գար նստել թագավորի գահին։ Առանց փորձության դա անհնարին մի բան էր, չէր կարող, նույնը Եսթերը ինչ ճանապարհով անցավ մինչև որ թագուհի դարձավ։ Այս բոլոր բաները որ կատարում են նույնը այսօր հավատացյալների հետ է կատարում, Աստված մեզ է ծրագիր ունի։ Եթե փորձության մեջ ընտիր գտնվենք, հավատարիմ լինենք, կենաց պսակ պետք է առնենք, խոստում կա, մենք Քրիստոսի մարմինն ենք եւ Քրիստոս հիմա զորության աջ կողմը նստած է, այդ տեղի վրա է սատանայի ուզածը, այդ տեղն է սատանան ուզում։ Ասեցի մաթորս վեր դնեմ, բարձրալին նմանվեմ եւ չկարողացավ եւ Աստված հողից ստեղծված մարդուն խոսք տվեց, որպեսզի այդ տեղը պետք է նստի եւ Քրիստոսի մեջ դու այնտեղ նստած ես։ Դա ամենամեծ տեղն է, ամենակարևոր պոստն է, ամենակարևոր տեղն է, հավատացյալի տեղը եւ բայց դրան հասնելու համար մեզ պետք է որ մենք անցնենք այս կյանքի ճանապարհով, չուրանալով մեր հավատքը, չուրանալով Քրիստոսին, հավատարիմ լինելով ավետարանի սկզբունքներին, որպեսզի այն օրը կայնենք Աստծո առջև եւ Աստված ասի արի քո տեղը պատրաստված է քեզ համար։ Պատրաստված է քեզ համար։ Եվ այսպես է գրված։ Այսպես է գրված, կարդամ ձեզ, այսպես է գրված, Արդ օրը Աստծո որդիները գացին Տերոջ առջև կայնելու, Սատանան էլ գնաց, անոնց հետ։ Սատանան էլ գնաց։ Տերը Աստված ասեց Սատանային, որտեղից ես գալիս, ու Սատանան պատասխան տավ Տերոջը, ու սավ երկրի վրա շրջել են ու անոր վրա պտտել են։ Ուրեմն համ շրջում է, պտտում է, ունեն բոլորից ճանաչում է, ով առավոտը գործի գնաց, ով եկավ, ով կնգայդ կռվեց, ով ինչ արեց, ցաղից տեղյակ է այս բանսարկուն։
ուսումնասիրում է մեր կյանքը, զննում է մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր երեխաները, մեր ֆինանսը եւ հարմար պահին, հարմար ժամանակ հարցակվում է գաղափար թեմա է ստեղծում, մեզ գցում է նեղության փորձությունների մեջ, լավ գիտի թե մեր թույլ կողմը որն է, ինչից ենք վախենում ավելի շատ, Այսօք ֆինանսական նեղությունից ենք շատ վախենում, թե հիվանդությունից ենք շատ վախենում, թե ինչից ենք, ինչ վախ ունենք մենք, որը չենք հանձնել Աստծո, եւ ասենք Տեր, այլևս չեմ վախենում, դու ես իմ Աստվածը, ինչից պիտի վախենամ, այդ թույլ կողմի վրա հարձակվում է սատանան եւ խնդիրներ է ստեղծում մեզ համար եւ անընդհատ մեզ այդ խնդիրների մեջ գերի է պահում եւ մենք դառնում ենք իր գերին, թեկուզ հավատացյալ ենք, բայց վախի մթնոլորտի եւ մտքի երևակայության մեջ երևակայություն մի անգամ ասել եմ շատ վտանգավոր բան է։ Այնտեղ որ սատանան բուն է դնում երևակայության մեջ ու ձախեր է անում, դժվար է դրանից ազատվելը, բայց ոչ թե անհնարին է։ Տառապանքների մեջով պետք է անցնես եւ այնտեղ սկսում է քեզ հետ խոսել, անդադ քեզ հետ խոսում է այնտեղ մտքերով, մտքեր բերելով, քեզ հետ խոսում է նեգատիվ, անդադ քեզ պրեշերի մեջ դնելով, ստրեսի մեջ, վախերով, վտանգներով, անդադ քեզ այդ վիճակի մեջ պահում է, որպեսզի հոգիդ ուրախություն չունենա։ Եվ ասում է սատանան, պատասխան տվեց, որ սավ երկիր վրա շրջել, Տերը սավ սատանային, իմ հոբ ծառայիս, լավ ուշադրություն արեցիր, երկրի վրա նրա նման կատարյալ եւ արդար աստվածավախ չարություն ետ քաշող մարդ չկա։ Սատանան պատասխան տվավ Տերոջ հուսավ, միթե հոբը ձրի Աստված կպաշտի։ Այսինքն այս մարդը ոչ թե պաշտում է քեզի, մի բան ես տվել, որ պաշտում է։ Այդ մի բան ես տվել։ Միթե հոբը ձրի Աստված կպաշտի, չէ որ դուն անոր ու անոր տանը եւ անոր ամեն ունեցվածքներու շուրջը ցանկով պատեցիր, անոր ձեռքերի գործերը օրհնեցիր ու անոր ստացվածքը երկրի վրա շատցրեցիր։ Հիմա ձեռքդ երկնցուր ու անոր ամեն ունեցածին դպչի ու պիտի տեսնես թե ինչպես քեզի պիտի հայոյի։ Տերը սավ սատանային, ահա անոր ամեն ունեցվածքը քու ձեռքդ կտամ, միայն թե իրեն վրա ձեռք չվերցնես։ Այն ժամանակ սատանա Տերոջ առջևից գնաց ու հոբ ընկավ փորձության մեջ։ Սա նեղություն չէր, սա փորձություն էր։ Նեղություն կլիներ, եթե ասենք հոբի կույրաղի կպայթ էր, ինֆեկշն ասներ, այդ հիվանդան հոզ մի 8 ամիս պարկեր ընդ է, այս նեղություն է էլի, բայց սա դիրեկտ փորձություն է ուղղակի իր նկատմամբ։ Փորձություն է եւ այս մարդը ընկավ մեծ փորձության մեջ, այնպիսի փորձության մեջ, որ կարդում ենք հոբի պատմությունը, երևի աշխարհից մեջ չկա մեկը մարդկանց մեջ, ստեղծվածների մեջ, որ այս տեսակ փորձության է հանդիպել։ Զավակներին կորցնել, ունեցվածքը կորցնել, ինքն էլ հիվանդանալ, վերքերով լեցվել ու այդքանից հետո ասել թե Տերը տվավ, Տերը առավ, օրհնյալ լինի իր անունը։ Եվ այս խոսքերը սատանային հարված է, սատանան ուզում է խեղդի հոբին, բայց իրավունք չունի, որտեղ ասես նրան չկպնես։ Բայց այս փորձության մեջ Աստված հոբին ամենամեծ դասը տվեց։ Հոբը շատ վստահ իր արդարության վրա, իր ազնվության վրա, իր կատարյալ լինելու վրա, մարդը պետք է ապաշխարեր, որտեղ ասում էր, ես կույրի աշկերն եմ, то չգիտեմ, ես ընկածին բարձրացնողն եմ, այսինքն ինքը իրեն այնքան էր արդարացրել, աստվածացել էր մարդը, եւ Աստված նրան ցույց տվեց, որ ինքը ոչինչ է, եւ Հոբը ասեց, իմ հետ լավ բաներ էր կատարվում, փորձություն է, ընտանիք բան, ուխտ, էշ, ոսկի սաղ կորցրել է, ինձ այդ լավ բաներ էր կատարում ու ես չէի հասկանում։ Ուրեմն փորձության ժամանակ մեր հետ մի լավ բան է կատարվում, էդ էլ իմանանք։ Եվ որ փորձություն ունենք, չասենք թե Տեր Աստված, էս ինչի ես, էս ինչի ինձի, այն մեկը թողել էր կամ չգիտեմ, մեկը լիներ, իմանանք, որ մեզ հետ լավ բան է կատարվում, ավարտը լավ է լինելու։ Միայն թե այդ փորձության ժամանակ մենք մեզի ճիշտ պահենք, մենք մեզ ճիշտ դրսևորենք, որպես թե չեղածի պես ինչ պիտի տանի մեզանից, ինչ պիտի տանի։ Եթե իմ տունս իմ ձեռիցս պիտի տանի, թող տանի, որտեղ ավետարանն ասում է երկինքն ու երկիրը իր լիությունով Տերոջն է։ Եթե ես էլ ասում եմ, որ Տերը հայր ունի, մսեջ որ ես ունեմ ձերն է։
Եթե իմս է, ինձ տարել է, Աստված լավագույնը պետք է տա։ Ես մի տան պատճառով կամ մի բանի պատճառով իմ Աստվածս ինչի ուրանամ։ Ինչի ուրանամ։ Եվ Հոբը այդպես արեց, եւ Հոբը այս փորձության մեջ համ դաս առավ, համ ապաշխարեց, համ չվստահեց իր արդարությանը, ավելի Աստծո վստահեց եւ Աստված իր ունեցածից ավելի 7-նապատիկ անգամ օրհնեց։ Եվ Հոբը հասկացավ, թե ինչ փորձության մեջով անցավ եւ ինչ սքանչելի բան նրա հետ կատարվեց։ Ինչ սքանչելի բան կատարվեց։ Ղովտ անունով մեկը կար, ճանաչում եք Ղովտին։ Դեմքով չեմ ասում ճանաչում եք, բայց հավետարանով ճանաչում եք այս մարդուն, Աբրահամի եղբայրն էր, էլի, օրեղբոր որդին էր, եղբայր էր, արյունակից էին, եւ այս մարդը իր կինը եւ իր երկու աղջիկները մի տանպես ապրում էին այս Աբրահամի հետ։ Մի տանպես ապրում էին, ամեն բան լավ էր, մինչև որ այս մարդկանց հովիվները, որոնք որ ոշխարները արածում էին, այծերը արածում էին սրանց, սկսեցին իրար հետ հակառակվել, կռվել, բան, եւ պատճառ եղավ, որ լուրը եկավ հասավ այս մարդկանց եւ ասեցին, որ չեն կարող իրար հետ ստազվեն սրանք, պետքա որ բաժանվեն իրարից։ Աբրահամն էլ ասեց, որ Ղովտին ասեց, եթե դու արևելք նայես, ես արևմուտք կետամ, եթե դու հյուսիս նայես, ես հարավ կետամ, որ կողմ ես ուզում գնաս Ղովտ։ Ղովտն մի հատ կնիկ ուներ, Աստված հեռու պահի տենց կնգանից։ Ավել լավա կնիկ չունենաս, քան թե փորձանքի մեջ ինքնես, այտենց կնիկ ունենաս, սրա կնիկն էլ հա բզբզեց, ասեց, այս ինչ տեղ է, այս ինչ կյանք է, այդանք Սոդոմ, այդանք Գոմոր, լավ քաղաք է, մուզիկա կա, կազինո կա, այս կա, այս չոլի մեջ Աբրահամի հետ կով կթի էս, արա, ինձի պետք է այդանք վայանը քանի ջահել եմ, այս եմ ուզում կարճ եմ, ուզում սրճիր եմ, այդանք, վերջը համոզեց ես Ղովտն ասեց, այս կնգա բերան չի փակվում, այդանք բրծնեմ երևի գնացին ինգա փորձանքի մեջ ընկան Սոդոմ ու Գոմոր։ Բայց գրված է Ղովտի արդար հոգին իր մեջ տանջում էր մարդկանց անօրեն կյանքից եւ մարդը քաղաքի դռան մոտ էր նստում, որ մի անմեղ մարդ է գալի, չնի այդ քաղաքի փորձության մեջ տանի իր տունը, ասի փախից տեղից։ Բայց այս է տեսնում եք փորձության մեջ ընտանիքի անդամին կօգտագործի սատանան, որպեսզի քեզ հասնի։ Ինձ հասնի։ Եվ շատ ժամանակ մեր ընտանիքի անդամներին օգտագործում, մեր երեխաներին, մեր զավակներին, եւ տեսանք Աբրահամին այդպես արեց, Հակոբի ընտանիքի այդպես արեց, Դավիթի ընտանիքի այդպես արեց։ Նրանք ովքեր հավատքի գիգանտներ էին, սրանց վրա հարձակումը շատ էր, նաեւ նրանց զավակների միջոցով եւ փորձությունների մեջ են, բայց սրանք իրենց հավատքը պահելով հաղթական դուրս եկան։ Ամեն ինչի մեջից։ Եվ Աստված օրհներ։ Եվ ինչ եղավ, բանը նրան հասավ, որ Սոդոմն ու Գոմորը պետք է այրվի, եւ Տերը իր հեշտակներով հայտնվեց, Աբրահամի հետ զրույց արեց, ասեց, ինչ ասեց Սոդոմ Գոմորը պետք է այնտեղ մեկը կա Ղովտին պետք է հանենք այնտեղից։ Տեր Հիսուս էլ հիշեց, ասեց, հիշեք Ղովտի կնիկը։ Ղովտի կնիկը ինչ հիշենք, սրտով, մտքով, հոգով կապված էր այդ քաղաքի հետ, չէր ուզում դուրս գար, եւ ասեցին պետք է այրվի քաղաքը, այս կնիկը դուրս եկավ, չէր հավատում, անհավատի մեկն էր, հետ դարձավ, որ նա այդ տեսնի արդյոք ճիշտ է, որ պետք է այրվի թե ոչ, եւ աղի արձան դարձավ։ Փորձանք այլի կնիկ ունենաս են դու հավատացյալ ինք անհավատ, այդ ոնց է նշանակում էշն ու եզը մի արտի մեջ վարեն։ Ես են կոմա քաշելու, էշ ես կոմա քաշելու ու վարը չի լինելու, չես կարա արտը վարես, նույն բանն է, այդ տամեջ խաղաղություն չի լինելու եւ մի խոսքով Աստված Ղովտին ազատեց, համ այդ կնգանից ազատեց, համ այդ Սոդոմ Գոմորից ազատեց։ Եվ առաքյալն ասում է, ոմանք պետք է ազատվեն, որպես թե կրակի մեջից դուրս եկած։ Ղովտը կրակի մեջից դուրս եկավ, ազատվեց, ամեն բան կորցրեց, տուն, տեղ, ունեցվածքը, բայց իր անձը ազատեց, փորձեց քանքից դուրս եկավ, որովհետև ինքը իր հոգու մեջ տանջվում էր, չէր ընդունում այդ կյանքի ձևը եւ Աստված տեսնելով նրա այդ սիրտը խիղճը հավատքը ազատագրեց Ղովտին, հանեց, որպեսզի չկորցվի դրանց հետ միասին։ Մեր կյանքի ամենամեծ կարևոր մասը, բաժինը, ընդհանրապես մարդկանց
կազմում է կարևոր մասը դրամն է։ Եվ հազարավոր մարդկանց կյանքի ապահովությունը, երջանկությունը, ուրախությունը կախված է դրամից։ Թե ինչքան դրամ մենք կարողանում ենք վաստակենք, ըստ դրա հիման վրա մեր կյանքը կառուցվում է, օրինակ, եթե 20,000 դրամ ենք աշխատում ամսական, 20,000 դրամանոց կյանքով ենք ապրում։ Եթե 50,000 դրամ ենք վայելում ամիսը, 50,000 դրամանոց կյանքով ենք վայելում։ Մեր տան ձևն է փոխվում, մեր մեքենաներն է փոխվում, մեր ջուլերիներն է փոխվում, մեր շորերն է փոխվում, որտեղ 50,000 դրամանոցը չի կարա 2,000 դրամանոցով ապրի, դոլարանոց կյանքով ապրի, փոխվում է, կամաց շրջապատը տել է փոխվում, որտեղ աղքատների հետ չես ուզում էլ արդեն հարաբերվես, որտեղ անդադ փող են ուզելու քեզանից, չես էլ ուզում տաս, քո նմանների հետ պետք է շրջապատը փոխվում, մի խոսքով գայթակղության մեծ զենք է փողը, դրամը։ Եվ մենք աշխատում ենք, այսօր աշխատում ենք դրան վաստակենք, բայց աշխատում ենք դրան վաստակենք մեր կարիքները հոգալու համար, բայց երբեմն հավատացյալները այդ խաբեությունից դրդված ընկնում ենք փորձանքի մեջ։ Ինչի որտեղ մենք չենք սովորել մեր կյանքը քնտրոլ անենք, նույնիսկ եթե շատ ենք վաստակում, բայց մեր կյանքը պետք է քնտրոլ արվի, եւ առաքյալը այսպես է գրում։ Կարդամ ձեզ, տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը, եւ այսպես է ասում. Սակայն աստվածպաշտությունը գոհունակությունով մեկտեղ մեծ շահավաճառություն է, առևտուր է։ Վասնզի բան չենք բերել աշխարհ ու այդտեղ որ չենք կարող բանը տանել մեր հետ։ Հապա կերակուրներ ու հանդերձ ունենալով անոնցով բավականանանք։ Բայց նրանք որ հարստանալ կուզեն, կընկնեն փորձության եւ որոգայթի եւ շատ հիմարական եւ վնասակար ցանկությունների մեջ, որոնք ավերումի կամ կործանումի մեջ կընկնեն մարդիկը։ Վասնզի բոլոր չարությունների արմատը արծաթասիրությունն է, որում մեկ քանիներ անձնատուրը լալով հավատքից մոլորեցան, տեսեք ինչ վնաս բերեց սա, հավատքից մոլորեցան եւ ինքզինք շատ ցավերով խոցեցին։ Հիմա երբեմն մենք ասում ենք, չէ, ես դրամ ունենամ, ոնց կարամ հավատքից մոլորվեմ, դե շատ դրամ ունի, ինչ պետք է անի, հավատքից մոլորվել նշանակում է, որ հավատքի հետ գործառությունը իր կապը կտրել, որովհետև մարդը այլևս ուզում է գնա աշխարհ, փող ունի, ուզում է գնա այնտեղ, ուզում է վայելքների հետևից գնա, որովհետև այդ դրամը ինքը ինչ պետք է անի, եկեղեցին չի ուզում տա, ուզում է վայելքներ անի, ընտանիքի անդամներին վերցնի գնա այստեղ էլ տուն ունենա, այնտեղ էլ տուն ունենա, անդադ հանգստության մեջ, անդադ վայելքների մեջ, ինչ եղավ, Աստծո հետ արդեն փող ունի, Աստծո կարիքը չունի, աղոթելու կարիք չունի, խնդրելու մի բան չունի, եթե այն ժամանակ փող չուներ, աղոթում էր, ասում է Տեր Աստված, առողջական բան, ինշորանս չունեմ, էլի, խնդրում եմ չլինի, որ հիվանդանամ ընկնեմ բժիշկի ձեռքը փող չունեմ, որ բժիշկ ինձ առողջ բայ, աղոթք կերանում դրա համար, աղոթք կերանում տան վարչի համար փող չունեմ, աղոթք կերանում ամեն ինչի համար, հիմա այդ դրամ եկել է եւ ինչ ա եղել, ավերում է իր կյանքը, սատանան ասում է դե հիմա մի աղոթիր, պետքություն չունես Աստծո, պետքություն չունես խնդրելու, գնա վայելի, փող ունես, բիտոնի պատնեկը ծակես փողով, դու գնա քո կյանքով եւ ավերմունքի մեջ անգնում, ինքն էլ, իր ընտանիքն էլ, իր հետևից գնացողն էլ տանում այդ ավերմունքի մեջ, բայց ավետարանը ասում է հաց եւ հանդերձ ունենալով բավականացեք, դրանից հետո ամեն ինչ չարից է գալիս, ուրեմն հաց ունենք, հանդերձ ունենք, հագնում ենք, փառք Աստծո, տուն ունենք, բավական, որտեղ մեր նպատակը կյանքը, այս աշխարհը չի։ Մենք չենք պայքարում այս աշխարհի համար, մենք ապրում ենք գալիք աշխարհի համար։ Մեր բոլոր պայքարը գալիքի մեջ է, մեր բոլոր պայքարը Քրիստոսի հետ է, ուրեմն ներկա բաները որպես թե ոչինչ մի բան։ Եվ Աբրահամի համար ասում է, Աբրահամը մենք կան հարուստ մարդեր, ես իմ 2000 տուղթ ուներ, 5000 տեշ ուներ, գառ ուներ, ոսկի ուներ, արծաթ ուներ, բայց տուն չուներ այս մարդը։ Վրանաբնակ էր, քոչվոր էր, 6 ամիս տեղ էր, 6 ամիս ընդեղ էր, 6 ամիս ընդեղ էր։ Ինչի ասում է, որովհետև ինքը հանդերձյալը կփնտրեր։
Հիմա եթե Աբրահամի հավատք ունենք, մենք հանդերձյալը փնտրողներն ենք։ Այսինքն այն, որ գալիս է մեզ համար, այն տեսանելին, որ Աբրահամ տեսնում էր, այն տեսանելին։ Մովսեսի համար շատ հետաքրքիր է գրված, Մովսեսի համար, ոնց այս տղեն չի գայթակղվել։ Զարմանալի է։ Շատ։ Հավատքով Մովսես եւ մեծավ, չընդունեց Փարավոնի աղջկա որդի լինելը։ Այմա խո դու Իվան չես։ Թագավոր պետք է լինես դու։ Թագավոր, ինքը կարող էր Փարավոն լիներ։ Ինքը Փարավոնի հավասար ինքը դրա qualifier անում։ Խանգարող բան չկար լիներ Փարավոն այն մարդ, Փարավոն կլինի լավ կլիներ, մի 20 հատ էլ հարց կունենայր այն մարդ։ Ինչ սիրուն աղջիկար գավակեր այդ պալատը, քեֆ կանեիր էլի այն մարդ, ինչ է ուզում։ Քումա լավ կապրեիր, ոսկին էր քոնը, արծաթն էր քոնը, ժողովուրդն էր քոնը, սա քոնն էին էլի։ Չէ։ Այդպես չարեց, ինչ արեց ասում է։ Քանզի ավելի աղեկ սեպեց Աստծո ժողովրդի չարչարվել է, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելել է։ Ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, պատկերացնում եք, Քրիստոսի նախատինքը։ Այսօր որպես քրիստոնյա, եթե մեզ նախատում են, մեծ հարստություն է դա մեզ համար։ Մեծ հարստություն, որովհետև դրա վարձքը շատ է, անգին է, թանկագին է։ Քան թե Եգիպտոսի գանձերը Եգիպտոսի վասնզի դիտելով կսպասեր վարձքի հատուցումին։ Ինքը գիտեր ինչի համար է դա անում։ Այսինքն հասկանալով էր անում Մովսես, հասկանում։ Եվ Աստված Մովսեսին էլ կանչեց։ Մովսեսը 40 տարի Եգիպտոսի մեջ ապրեց, Եգիպտոսի գիտությունը, իմաստությունը սովորեց, պայմաններ այնպես արեց Աստված, որ ինքը մի հատ Եգիպտացու սպանեց, փախավ, անապատ 40 տարի անապատի օծ կարիճների հետ պայքարեց, սովորեց անապատի կյանքը, ոչխար արածացրեց, իմացավ որտեղ ջուր կա, որտեղ խոտ կա, եղանակը ինչ պետք է անի։ Այս ամենից սովորից հետո Աստված ասեց հիմա արի, քեզի ժողովուրդ պետք է վստահեմ, որ Եգիպտոսից պետք է հանես դու անապատ։ Եվ այդ գործը վստահեց, եւ որ ինքը այս փորձությունների մեջով անցավ, եւ Մովսես եղավ Իսրայելի փրկիչը։ Եվ Աստված ուղղակի Մովսեսի հետ էր խոսում, ուրիշ ոչ մեկի հետ, եւ այնքան երևելի մեկներ, այնքան խոնար մի մարդ էր, որ Աստված ուզում էր Իսրայել ժողովրդին կործաներ, Մովսեսը միջնորդություն արեց, ասեց Տեր, մեծ անվանդ փառքիդ համար այս բանը մի արա։ Չլինի որ Փարավոնն ասի, տեսեք իրենց Աստված եկավ հանեց անապատ ու կործանեց, եւ Մովսեսի խաթր, Մովսեսի աղոթքի խնդրվածքի համար Աստված այդ ազգին ողորմած։ Այդ աշճանի երևելի մարդ էր այդ Մովսեսը։ Այս Նաբուկոդոնոսորը վերցրել է մեծ արձանա սարքե, կրակ լքցես աղին։ Պիտի պաշտեք սրան ասում է։ Նվագարանները բերե բան, տոնախմբություն, գինի, ես, ոչխարես, քեֆ են անում, պաշտում են եւ այլը, բայց Սեդրակ Միսակ Աբեդնագովը չասում են մենք մի հատ Աստված ունենք, կենթանի Աստվածը, արարիչ երկնքի եւ երկրի։ Если դուք եք սարքես արձանը, խի մենք պետք է պաշտենք։ Հրաման եկավ հասին, որ իգնես ինչ Նաբուկոդոնոսոր, այս մարդիկ չեն երկրպակում, բայց խոստում ես տվել, որ երկրպակի կրակի հնոցը պետք է գցենք։ Դե որ ասել եմ, ասես պետք է բերեք դրանց, բերեցին, բռնեցին այս մարդկանց կենթանի, 7 անգամ էլ ուժեղացրեցին այդ կրակը, գցեցին կրակի մեջ, փորձության մեջ են մտել այս մարդիկ։ Բայց Սեդրակ Միսակ Աբեդնագովը հարության հույսով ու հավատով մտանտ է։ Այս էր հարության հույսով, իրենք գիտեին, որ եթե մեռնեն, պիտի ապրեն, իրենք այդ Աբրահամի հավատք ունեին, մեռելների հարության էին հավատում իրանք, ոչ թե իրենք ուժեղ տղա էին, Ատե ուժեղի հարց իրենք հավատքով էին զորավոր, կարող է մարմնով փոքր մարդ էին անզոր, բայց հավատքով զորավոր էին, եւ երբ որ գցեց Նաբուկոդոնոսորը նայեց տեսավ, որ մի օքել կա, 4 մարդը երկնքի Աստծո որդու նման մեկն է եւ դուս կանչեց այս մարդկանց եւ մարդիկ դուս եկան այդտեղից խեղճ Դանիելին ողջ տարան գցեցին սոված առյուծների վանդակը բայց իր Աստվածը չուրացավ այս փորձությունները այս մարդկանց հետ եղան Պողոս Արաքյանը ասում է դեր դուք արյուն թափելու չափ չեք փորձվել մենք մի դες փորձության մեջ էլ չենք մտել
Փորձություն չեն կրել այդ աշճանի, բայց մարդիկ անցել են այս ճանապարհը, այս փորձությունը։ Ուրեմն ամեն փորձության հետևում եղբայրս քույրես մի օրհնություն կա, մի դաս կա, մի խրատ կա մեզի։ Աստված ուզում է մեզ խրատել, Աստված ուզում է մեզ բաներ սովորացնել, Աստված ուզում է մեզ մի բան վստահել։ Դե իմ այս կավագործը կավը սարքել է, չէ, այս կավի բաժակը։ Մի հատ մտցնում է կրակի մեջ թրձում է իրան։ Բնդանա։ Հետո հանում է, պետք է փորձի մեջ պետք է մատ երման ջուր լսնի, մատ սարը ջուր լսնի, տեսնես բաժակը չի ճաքում, բան չեմ, երբ որ հապով վստահելի է, նոր կարելի է դնել սեղանը, որպես մարդիկ խմեն։ Հավատացյալն այդպես պետք է անցնի։ Մենք փորձվելով պետք է անցնենք։ Եվ փորձության ժամանակ Աստված մեզի գործ ունի տալու, վստահելու։ Մենք պետք ենք Տերոջը, բայց մինչև մենք չանցնենք այդ թեստը, այսպես ասած, չեն կարող վստահելի մեկը լինենք, չեն կարող։ Պողոս Արաքյալը Հռոմեացիներին է գրում, հայտնի համար է, 5-րդ գլուխը, ասում է, արդ մենք հավատքով արդարացած լինելով, խաղաղությունն ենք Աստծո հետ մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մոտենալը, որում մեջը մնացել ենք, կեցել ենք ու Աստծո փառքին հույսով էլ պարծենում ենք։ Բայց ոչ միայն այսքանը, հապա նաև նեղությունների մեջ էլ ենք պարծենում։ Այն ինչ պարծանք է նեղությունների մեջ։ Ինչ ենք պարծենում։ Նեղության մեջ պարծենալ չկա, լացել է պետք։ Նեղության մեջ։ Վասնզի գիտենք թե ուրեմն փորձառություն ունեմ, սա է ուզում ասի։ Գիտեմ, վստահ եմ 100%։ Վստահ եմ, նեղության մեջ պարծենում եմ, որովհետև գիտեմ, որ փորձառություն ունեմ։ Նեղության վասնզի գիտենք, թե նեղությունը համբերություն կգործի իմ մեջ, համբերությունը ինձ փորձառություն կսարքի, փորձառությունը հույս ու ինձ հույսը ամոթով չի ձգել, վասնզի Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգի միջոցով, որ մեզի տրվեցավ։ Խնդրեմ պատասխանը մեր։ Փորձառությունից ելնելով եմ ասում է Պողոսը։ Այն չեմ ասում, որպեսզի ձեզի սիրտ տամ, դուք էլ սիրտ առնեք, ասեք դե Պողոսը։ Չէ, գիտեմ, որ այս նեղությունը որ կա, ինձ համբերություն է սովորացնելու նեղության մեջ, այսինքն պետք է համբերեմ, պետք է սպասեմ, տեսնեմ ինչ Աստծո կամքը, Աստված ինչ ծրագիր ունի։ Այս համբերությունը դառնալու է իմ փորձառությունս, այս փորձառությունս դառնալու է իմ հույսը, բայց այն հույսը, որ ունեմ Աստծո վրա, ինձ ամոթով չի թողնելու, որովհետև Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածվել է Սուրբ Հոգի միջոցով, որով Աստված իմ հայրս է, ինքն ինձ չի թողնի փորձության մեջ մնամ կորցրեմ։ Աստված միշտ պայմաններ կստեղծի, ամեն ժամանակ պայմաններ կստեղծի, որպեսզի իր ժողովուրդը ազատի։ Մի հատ դերձակ եղբայր է լինում, ապաշխարում այս դերձակ եղբայրը, հարցնում են, ասում են, քո կյանքում ինչ փոխվեց, ասում են, դե առաջ 90 սանտիմետր էի չափում, հիմա մի մետր եմ չափում, ճիշտ։ 90 էի չափում, նոր էի կտրում կտորը ծախում, հիմա մետր եմ չափում արդեն, փոխվել է չափերս։ Աստված փոխում է ամեն բան, Աստված փոխում է։ Մենք մեր չափով պետք է չնայենք, Աստված անսահման է, անսահման է իր սերը մեր նկատմամբ։ 8-րդ գլխի մեջ ասում է Պողոս Արաքյալը. Ուրեմն ով պետք է մեզ զատի Քրիստոսի սիրուց, տառապանքը, կամ նեղությունը, կամ հալածանքը այն ժամանակ կար իրանց, կամ սովը, կամ մերկությունը, կամ վտանգը, կամ սուրը, բաներ, որոնք որ վախ են առաջացնում մեզ համար, վախ են առաջացնում, տառապանք, նեղություն, հալածանք, սով, մերկություն, վտանգ, կարծես թե մի պատերազմական վիճակ կա, պատերազմը եւ վտանգ կա, եւ սուր կա, եւ սով կա, եւ տառապանք կա, ամեն բան կա, ամեն բան կա։
Ինչը մեզի պետք է բաժանի Քրիստոսի սիրուց։ Այս բաները ունեն զորություն, որ բաժանեն։ Ինչպես գրված է ամեն օր քեզի համար կսպանվենք, մորթվելու ոչխարի պես կսեպվենք։ Հապա այս ամեն բաների մեջ ալավելի հաղթող կլանք անով, որ մեզի սիրեց։ Վասնզի ես հաստատ գիտեմ, համոզված եմ, հաստատ գիտեմ, ոչ մահը, ոչ էլ կյանքը, ոչ էլ հրեշտակները, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաները, ոչ էլ գալու բաները, ոչ բարձրություն ու խորություն, ոչ էլ ուրիշ արարած կարող է մեզ զատել Աստծո սիրուց, որ Քրիստոս Հիսուս մեր Տերոջմով եղավ։ Այս ինչ գարանտի է, այս ինչ վստահություն է Աստծո սիրո, Աստծո շնորհքի, Աստծո խոսքի վրա, որ Պողոս Առաքյալը այս բանը գրում է մեզի։ Սա գարանտի է, սա չփոխվող մի statement է, որ հայտարարում է։ Աստծո այոն այո է ու ոչ չէ։ Եթե Աստված այսպես ասեց, այդպես է անում։ Բայց մեր հավատքի պես պետք է լինի։ Ինչպես ենք մենք հավատում։ Հավատքը ոնց որ եղբայրս մի ձեռք է, որ պետք է երկարես վերցնելու։ Հավատքը ձեռք է, որ պետք է երկարես վերցնելու։ Աստված չպետք է տա, Աստված տվել է։ Աստված չպետք է անի, Աստված արել է։ Աստված չպետք է ողորմա, ողորմացել է։ Աստված չպետք է գտա, գտացել է։ Աստված չպետք է ների, ներել է։ Ես իմ տեղս պիտի գտնեմ այնտեղ։ Որտեղ եմ ես։ Այս ամենը արել է Աստված։ Աստված հիմա իր արածին է նայում, ոչ թե անում է, իր արածին է նայում։ Ասում էին, թե Հիսուս Քրիստոս զորության աշխոհը, որպես մեծ քահանապետ նստեց, ինչի նստեց, չէ որ մեկ անգամ խաչիվրա մեր մեղքերին թողություն, քավություն եղավ, նստեց մինչև վերջ, այսինքն մինչև որ ավարտվի այս շնորհքի շրջանը, որտեղ դեռ մենք փորձություններ, նեղություններ, դժվարություններ, մենք խնդիրներ ենք ունենալու այս աշխարհի մեջ, սատանա մեզ հանգիստ պիտի չթողնի, մենք նրա ներկայության կարիք ունենք զորության աշխոհը։ Թեկուզ հիմա այսօր քարոզիչներ կան, որ ասում են Հիսուսին, ասում են Տեր Հիսուս մի հատ սրան ձեռքով հրի, Հիսուս հրում է այդ մարդն գնում է, Հիսուս թողել է պոստանդե, իջելացած, որ այս մարդու ասած անի, սրան բռնե եւ այսպես տգետ բաներ են խոսում, բայց այնտեղ նստած է, որտեղ ամեն վարքյան մարդիկ ծնվում, մարդիկ մեռնում են եւ մարդիկ կարիք ունեն Քրիստոսի եւ առանց Քրիստոսի միջնորդության, առանց Քրիստոսի բարեխոսության, առանց Քրիստոսի արյան մեկը չի կարող ազատագրվել, փրկվել, որտեղ դա է միակ միջնորդը մարդու եւ Աստծո միջև եւ նա այնտեղ եւ ասեց ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը մի վախեցեք եւ հին ուխտի մեջ եւ մարգարեության մեջ գրված ասում է մարդը ով է որ անկե գվախենաս ես եմ քու Տեր Աստվածդ Երկրորդ Կորինթացիս 4:16-17 համարի մեջ է գրված ասեցի ձեզի եւ մի համար էլ ասեմ Գործ Կարաքելոս 14 գլուխն է եւ 21 համարը Աշակերտներու սրտերը հաստատելով Սուրիա եւ Անտիոքի մեջ հորդորելով որ հաստատ մնան հավատքի մեջ նույնպես էլ այսօր մենք այս խոսքերով որպեսզի հաստատ մնանք հավատքի մեջ ասում էր շատ նեղություն կրելով կրնակ Աստծո թագավորությունը մտնել շատ նեղություն կրելով պետք է Աստծո թագավորությունը մտնել մեր արժևը ինչքան նեղություններ որ լինի բայց մի բան կա Աստծո թագավորությունը եւ Առաքյալն ասում է այս կյանքի այս ժամանակավոր թեթև նեղությունները որ մեզ պատահում են բանը չեն գալիք փառքիքով որ մեզ պետք է տրվի արժե որ այս նեղությունների մեջով համբերելով անցնել փորձարու դառնալ որտեղ այնտեղ Քրիստոսի թագավորությունն է սպասում եւ Հիսուս գնաց անապատ փորձվելու Սուրբ Հոգի ձեռքով, Սուրբ Հոգին է մեզ տանելու, առանց Սուրբ Հոգի մեկը չի կարող գնալ փորձության, առանց Սուրբ Հոգի փորձության գնալ նշանակում է գնալ մահվան,
կործանման, կործվելու Սուրբ Հոգի ձեռքով գնաց եւ Սուրբ Հոգին մեզ հետ է, Սուրբ Հոգին մեր իմաստությունն է, Սուրբ Հոգին մեզի առաջնորդողն է, Սուրբ Հոգին այդ փորձության ժամանակը, որ մեզ խրատելու է, դաս է տալու, սովորեցնելու է, Աստծո խոսքից համարներ տալով, մեզ հորդորել է, մեր խաղաղությունը բերողը նա է, մեր միտք իմաստությունն է, Սուրբ Հոգին է, որ մեզ առաջնորդելու է մինչև հասցնի Քրիստոսի առջև։ Մենք մենակ չենք, Սուրբ Հոգին մեզ հետ է։ Եվ Հիսուս գնաց փորձության, Սատանան 40 օր չկերավ, չխմեց, մոտիկացավ, 4 բանով փորձեց Հիսուսին։ Եթե դու Աստծո որդին ես, կասկած, եթե դու Աստծո որդին ես, այսօրվա ամենամեծ կասկածը որ հավատացյալին բերում է, արդյոք դու Աստծո որդի ես, արդյոք դու փրկված ես։ Դու կարող ես ապացուցել, որ դու Սուրբ Հոգին ունես։ Դու կարող ես ապացուցել, դու կարող ես եւ այլը։ Եվ Հիսուսին ասեց, եթե Աստծո որդին ես, սովածել ես, ասա այս քարերին, հաց դառնան ու կեր, Հիսուս ասեց մարդ մենակ հացով չի ապրում, այսինքն հացը լավ է, մարմնի համար ապրում է, բայց մենակ հացը չի կյանքի աղբյուրը։ Ապա Աստծո խոսքն էլ է ապրեցնում։ Ուրեմն կա ժամանակավոր կյանք, որը մարմինն է, հացով եւ կա հավիտենական կյանք, որը Աստծո խոսքովն է։ Ուրեմն մարդ մենակ հացով չի ապրում, Աստծո խոսքը ուզում է ասի Հիսուս, որ եթե սովից էլ մեռնեմ, հավիտենական կյանք Աստծո խոսքը կա։ Եվ ասեց Հիսուս գրված է։ Հիսուս ցույց տվեց Սատանայի հետ պատերազմելու ձևը փորձության ժամանակ։ Գրվածին գնա, քեզանից հնարված կրոններով, իմաստությունով չկռվես, որտեղ կպարտվես։ Գրվածին գնա, գրված է, ինչ որ գրված է, այդ գրվածով պետք է կռվել։ Դրա համար ասում եմ, Աստծո խոսքը երկսայրի սուրի պես է։ Աստծո խոսքը սուրի պես է, խոցելու համար Սատանային։ Եվ Հիսուս դա էր անում, խոցում էր նրան, խոցում ցավեցնում էր Աստծո խոսքով եւ ասեց, ցույց տվեց նրան աշխարհի թակավորությունները, նրանց գանձեր, հարստությունը, ասեց, ընկիր ինձ երկրպագի, քեզ կտամ, ինձ անձնված է, որ ուզեմ նրան կտամ, Հիսուս ասեց գրված է, մենակ ու Տեր Աստվածդ պաշտես։ Մենակ ու Տեր Աստվածդ պաշտես։ Ուրիշ բան չունենք մենք պաշտելու այս աշխարհում։ Դրամը մեզ փորձություն է, աշխարհը մեզ փորձություն է, այս կյանքը փորձություն է, ամեն ինչ փորձություն է, բայց մենք այս փորձությունների մեջով պիտի անցնենք եղբայրներ, որտեղ մեր առջևը քիչ ժամանակ է մնացել։ Ամեն բանի վախճանը մոտիկացել է, բան չի մնացել։ Կարող է հաշված օրեր է մնացել Քրիստոսի գալստյան։ Պատրաստ լինենք, արթուն լինենք, որպեսզի այն Քրիստոսին, որին այսքան սիրում ենք, որի մասին այսքան խոսում ենք, պիտի հայտնվի օդի մեջ, մեզ պետք է դիմավորի։ Մենք պետք է ապշտակվենք եւ պետք է դիմավորի մեզ օդի մեջ։ Եվ պետք է մտնենք մեր հավիտենականությունը, հետ պետք է գանք 1000 տարի այս երկրի վրա թակավորելու։ Գործ ունենք անելու, բան ունենք անելու։ 1000 տարի հետո կյանք հավիտյանս հավիտենից։ Մենք հիմա արդեն հավիտենականության մեջ ենք։ Մենք արդեն հավիտենական կյանքը ունենք։ Մենակ այսօր մեր մարմինը, այս ապականված մարմինը անապականություն պետք է հագնի։ Դրան ենք սպասում, այս ապականացու մարմինը անապականություն հագնի։ Այս շնչավոր մարմինը հոգեղեն մարմին հագնի, մենք փոխվենք ամբողջությամբ, սրան ենք սպասում, մեր մարմնի ազատագրմանն ենք սպասում ենք, նրանք որոնք ննջել են Քրիստոսով, դրան ենք սպասում, որպեսզի Հիսուս հայտնվի եւ իրենք նոր մարմին առնեն, եւ պիտի փոխվենք ու մտնենք եւ այլևս շատ լավ է, չի ասում հայտության 20-ի մեջ, ես նրանց աչքերից պիտի սրբեմ այն արցունքները, այդ նեղությունների, այդ փորձությունների, այդ տառապանքների, այդ դժվարությունների համար, որ լացել եք, աղոթել եք, Աստված ասում է, անոնց աչքերից այլևս պիտի լաց կոց չլինի։ Բա ոնց կարելի է այս խոստումները, որ Աստծո խոսքը ավետարանը ու Աստված իր անշուտան սրբություններով խոսք է տվել մեզի, մենք դրան չհասնենք, ինչ նեղություն, ինչ փորձություն էլ ուզում է լինել։ Պետրոս Առաքյալը տեսեք ինչ է ասում, ասեմ վերջ, ասեմ ժամանակ շատ անցավ։ Տեսեք, Պետրոս Առաքյալը Սիրելիներ, օտար բան մի սեպեք այն նեղության բորբոքումը, որ ձեզ փորձելու համար կլա, որպես թե օտար բանը ձեզի հանդիպել է։ Մի խառնվեք իրար, հապա ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եղած եք, որպեսզի անոր փառքին հայտնվելու ատենը ցնցությամբ ուրախանաք։ Ուրեմն երբեմն Աստված ուզում է, որ Քրիստոսի խաչի վերքի նշանն էլ մեր վրա լինի, որպես քրիստոնյա։
որպես քրիստոնյա մենք երբեմն այդպես էլ պետք է լինի։ Ուրեմն փորձություն պետք է լինի, փորձություններ, նեղություններ պետք է լինեն եւ նրանք, որոնք ասում են, որ հավատքի եկանք այլևս վերջ Աստծո պահապանության, այո, Աստված պահապան է մեզի, բայց ավետարանը մեզի աշխարհի վրա լի օրտնյալ, այսպես բաներով շռալ մի կյանք չի խոստացել, չկա տես բան, Հիսուսն էլ ասեց, շատ նեղություններ պետք է ունենաք, բայց քաջասի եղեք, ես հաղթել եմ այս աշխարհին, այն որ մինչև վերջ կհամբերի, ինչին կհամբերի, փորձություններին, նեղություններին, դժվարություններին հավատքը կպայի, այն որ մինչև վերջ կհամբերի, նա պետք է ապրի։ Նա պետք է ապրի։ Ուրեմն թող Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, համբերությունը, հույսը մեր սրտերի մեջ հաստատ մնա, այն որ գալու է պետք է գա ու պետք է չուշանա, ինչ էլ որ լինի, ինչ փորձություն, ինչ նեղություններ էլ որ մենք ունենենք այս կյանքում ժամանակավոր են, այդ թեթև նեղություններ բան մչեն, այն գալիք փառքի մոտ Փառք կա գալիք, որ Աստված մեզ համար պատրաստել է, օրհնյալ լինի իր սուրբ անունը, թող շուտ գա, թող մեր ձայնը լսի, մեր աղոթքը լսի, մեր հացից, հանդերձից, կյանքից ավելի ուզենք իր գալուստը, որտեղ վաղ էլի ենք սովածանալու, էլի պետք է ուզենք, բայց երբ որ ինքը գա, մեր բոլոր հարցերի լուծումը լինելու ու վերջանալու այլևս, Տերը օրհնի մեր բոլորիս, ամեն